Նոյեմբերի 1-ին Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները ի սկզբանե կանխատեսելի էին։ Էրդողանի ղեկավարած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը չկարողացավ մարսել քրդական կուսակցության մուտքը թուրքական մեջլիս։ Արտահերթ ընտրությունները նաեւ անհրաժեշտություն են։ Հիմա անգամ մինչեւ նոյեմբեր բարդություններ պիտի ունենան, որտեղ ըստ գործող օրենսդրության պիտի ժամանակավոր կառավարություն ձևավորվի, որի մեջ խորհրդարան անցած կուսակցությունները համամասնորեն պիտի ներկայացված լինեն կառավարության մեջ, բայց մենք գիտենք, որ այստեղ ազգայնականները եւ քրդերը իրար հետ չեն կարող կառավարության մեջ լինեն, թե քրդերը համաձայնել են, բայց ազգայնականները ոչ։ Հետևաբար Էրդողանը մեծ ընտրություն չուներ, ինքը գնում է դրան։ Քայլերը, որոնք ձեռնարկում է պաշտոնական Անկարան իր միակուսակցական կառավարություն ձևավորելու նպատակը իրագործելու համար, ապարդյուն չեն անցնի։ Մի քանի տոկոսով ավելի ձայները կավելանան, 45-46% ձայն կստանան, իսկ դա հնարավորություն կտա, որ նրանք կազմեն իրենց միատարր կառավարությունը։ Արդարություն եւ զարգացում կուսակցության, այլ ոչ թե կոալիցիոն։ Թուրքագետը թվարկում է այն հնարավոր սցենարները, որոնց արդյունքում ներկայիս կառավարող կուսակցությանը այս անգամ կհաջողվի հաղթահարել ձայների բավարար շեմը։ Թուրքիայի ամենածայրահեղ ազգայնամոլական ուժերին իր շուրջը համախմբելով քրդամետ ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության դեմ արդեն տարվում է ագրեսիվ եւ կատաղի հակաքարոզչություն։ Փորձ է արվում այդ կուսակցությունը ներկայացնել որպես ահաբեկչական կազմակերպություն կուսակցության ղեկավարությունը մասնավորապես եւ այդ ուրեմն պատրվակով արգելել կուսակցության ղեկավարությանը, որ նա մասնակցի ընտրություններին, այդպիսով ըստ էության կուսակցությանը հասցնել միջև ինքնալուծարում։ Քաղաքագետ Արապապյանը չի կիսում այս տեսակետը։ Նա համոզված է արտահերթ ընտրություններում եւս քրդամետ կուսակցությանը կհաջողվի վերստին հաստատել իր դիրքերը թուրքական խորհրդարանում։ Ես չեմ կարծում, որ քրդերը 13%-ից պակաս ցայն կհավաքեն, որովհետեւ ընդհանրապես կյանքը ինչ է ցույց տալիս, երբ որ արյունը թափվում, մարդիկ դառնում են ավելի ծայրահեղական։ Այսինքն վստահաբար հիմա դա կմոբիլիզացնի քրդերին ավելի, այսինքն այն մարդիկ, ովքեր անտարբեր են, այն քրդերը, ովքեր անտարբեր էին, ասենք քրդերի ճակատագրի նկատմամբ, ես կարծում եմ ավելի հակված կլինեն աջակցելու։ Թուրքիայի ներքաղաքական հեղեղուկ իրավիճակը իր բացասական ազդեցությունը կունենա հայկական համայնքի վրա։ Ըստ փորձագետների, նրանց նկատմամբ ճնշումները առավել արտահայտված կդառնան։ Այդ ուղղակի թե անուղղակի կերպով բացասական կանդրադառնան նաև Հայաստանի վրա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման եւ այլ առումներով։